Լույս առավոտին շարունակվում է եւ այս պահին ես առաջարկում եմ նախ շնորհակալություն բոլոր մեր հեռուստադիտողներին, ովքեր սկսում են օրը մեզ հետ, մեր նոր հեռուստադիտողներին, իսկ հիմա կոչ եմ անում բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր ունեն փոքրիկներ, ունեն երեխաներ եւ ոչ միայն, բայց ավելի շեշտ է երեխաները, որովհետեւ տատիկների մոտ է շատ ժամանակ բալի կլինում։ Այո, բայց շատ լավ։ Տատիներն էլ ցած գնացեք։ Տարվա յուրաքանչյուր եղանակ իր հետ բերում է իր լավ ու վատ կողմերը, խնդիրներն ու վայելքները։ Ամռանը զովանալու համար օգտվում են լողավազաններից կամ այլ ջրային տարածքներից։ Լիճ, ծով, ինչի արդյունքում հնարավոր են տարատեսակ խնդիրներ ականջների, քթի եւ կոկորդի շրջանում։ Ինչպես կանխարգելել կամ արդեն արկա խնդրի դեպքում երբ դիմել բժշկի, այլ ոչ թե զբաղվել ինքնաբուժությամբ, այս եւ այլ կարևոր հարցերի շուրջ խոսենք մեր մասնագետի հետ, իսկ մեր հյուրն է Հալաբկիր բժշկական համալիրի մանկական եւ մեծահասակների քիթ կոկորտ ականջաբան վիրաբույժ Մարիամ Աշոտյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Նախ շնորհակալ ենք, որ ձեր ģեր ծանրաբեռնված գրաֆիկից հատկացրել եք մեզ մի քիչ ժամանակ եւ եկել եք մեզ մոտ, որովհետեւ սա շատ կարևոր թեմա է եւ հասարակությունը պետք է մաքսիմալ իրազեկված լինի։ Երևի այսօր ամենամեծ խնդիրներից մեկը դա իրազեկվածության պակասն է այսօր, բայց ինչ կանցնենք մեր կարևոր հիմնական թեմային, ես մտքերով գնացի հետ, երբ որ ես էի երեխա, ու հիշում եմ, երբ որ մենք փոքր էինք, մենք այսպես ասած լողում էինք որտեղ որ պատահ էր, հա։ Շատ դրվաններում, եթե նույնիսկ մի փոքրիկ ջուր էր լցված լինում, նույնիսկ գույնը նայելով պետք չէր մտնել այդ ջուրը, բայց լողում էինք, մենք գետերն էինք գնում, չեմ ասում շատ լավ էինք անում, բայց դե գնում էինք, բայց խնդիրները ավելի քիչ էին, քան հիմա։ Ճիշտ ենք մենք նկատում, թե ոչ, որտեղ գնալով կարծես թե խնդիրները ավելի շատանում են, տեսակները վիրուսների խնդիրները ավելի շատ են։ Սիրով պատասխանեմ ձեր հարցին, իսկապես եւ օդի աղտոտվածությունը եւ մեքենաների շատ քանակը ամեն ինչ նպաստում է եւ վիրուսների եւ ինֆեկցիաների տարածմանը, ինչ վերաբերվում է տարբեր ջրային տարածքներում լողալուն, ապա միանշանակ դա իր վատ հետքը թողնում է եւ ավելի հաճախ հիվանդությունները եւ վիրուսները տարածվում են եւ տարբեր ինֆեկցիաներ տարածվում են հենց չնախատեսված վայրերում լողալու հետևանքով։ Ինչ պետք է իմանան ծնողները այս առումով, օրինակ առաջին նվոցի ժամանակ մտածեն, թե ականջն է բռնել, տանենք բժշկի, թե կարելի է սպասել, որ դեպքերում է, որ պետք է ցուցում է տրված, արագ մոտենալ բժշկին, այս մասին կխնդրեի խոսենք ու ինչ ունենամ իրենց ձեռքի տակ ծնողները օրինակ։ Ուրեմն ասեմ, որ ամառվա ամիսներին ավելի շրջանառվում են արտաքին օտիտները, այսինքն արտաքին ականջաբորբերը, որոնց ժամանակ պրոցեսը տեղակայվում է արտաքին լսողական անցուղում, կարող է նաև ընդգրկել ականջախեցին։ Նախ պատմեմ մեխանիզմը, ինչպես է դա տեղի ունենում, որպեսզի ճիշտ պատկերացում ունենանք բոլորս։ Մենք գիտենք, որ արտաքին լսողական անցուղում կա մաշկ, որը կարող է ենթարկվել միկրոտրավմայի։ Նույն տանը, երբ որ փորձում ենք ականջի փայտիկներով մաքրել խցանը, այսինքն ծծումբը, որը նորմալն պետք է արտադրվի եւ ունի շատ կարեւոր պաշտպանիչ նշանակություն, երբեմն ծնողները մի քիչ կոպիտ են մաքրում, ավելի խորն են տանում, կամ ինչու՞ չէ մեծահասակները փորձում են այլ տարբեր գործիքներով, իրերով քորել ականջը կամ այնտեղից, այո, ոչ ժամանակակից թեկուզ, սովորական առարկաներով մաքրել ականջը եւ դուրս բերել, եւ այդ խցանը առաջացնում են միկրոտրավմաներ, եւ այո, տարբեր ջրային վայրերում լողալուց հետո, դա կլինի լողավազաններ, ծովում, գետում, լճում, հնարավոր է միկրոօրգանիզմի ներթափանցումը այդ միկրոտրավմաների մեջ եւ մաշկի մեջ առաջանում են արդեն դրանց բազմացում, որի հետևանքով սկսում է բորբոքային process։ Առաջինը ինչն է անհանգստացնում երեխային կամ թեկուզ մեծահասակին։ Դա ականջի փակվածությունն է, երբ սովորաբար նորմայից ավելի ցածր են լսում։ Այնուհետև բորբոքային process-ի զարգացմանը զուգահեռ գումարվում են մյուս գանգատները։ Դա կարող է լինել ցավի զգացողություն, քորի զգացողություն, երբեմն բարդացած դեպքերում նաև կարող է լինել դողերոծք, ջերմության բարձրացում, եւ դա պետք է ահազանգ լինի, որ անպայման դիմել բժշկի, երբեք չզբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ հիվանդանոցում մենք իրականացնում ենք մանրակրկիտ զննում, օտոսկոպիա, երբեմն նաև շատ հաճախ օտոմիկրոսկոպիա, այսինքն զննում մանրադիտակով, եւ նպատակը ճիշտ գրագետ բուժումն է, որպեսզի հետագա բարդություններից խուսափենք։
Երբեմն ասում են թեման քանի չենք անցել, իհարկե շարունակելով ներողություն եմ խնդրում, քանի որ խոսեցինք ականջի չոպիկների մասին։ Դա ճիշտ է, որ ականջի չոպիկները ընդհանրապես պետք է վերացնել տանից, որովհետև այդ process-ով մենք ոչ թե մաքրում ենք ականջները, այլ ավելի բարդացնում եւ ավելի, այսպես ասած, ներս ենք բրդում այն պարունակությունը, որը պետք է իբրև թե մաքրենք անենք։ Շատ լավ հարց է։ Միանշանակ պատասխանեմ, որ այդ ականջի փայտիկները նախատեսված են ընդհանրապես ականջախեցու վրա արկա կորությունները մաքրելու համար։ Ներս երբևէ պետք չի տանել։ Այո, արտաքին հատվածը։ Արտաքին լսողական անցուղում արտադրվում է ծծումբը, գեջ ասվածը, որը արդեն նշեցի, ունի պաշտպանիչ բակտերիցիդ նշանակություն։ Եվ երբ որ փորձում են տանը ազատվել դրանից, ապա հրում են դեպի ներս, այո, եւ երկարատև այնտեղ կուտակումը առաջացնում է արդեն խցանում, նույն փակվածության զգացողությունը։ Իսկ ինչով մաքրենք լավ այդ դեպքում։ Պետք է մաքրել լողանալուց հետո մեծ կտոր բամբակով կամ սրբիչի ծայրով։ Շատ լավ։ Այն բոլորս առաջին բանը որ գնում ենք, ասում ենք փոքրիկների համար նախատեսված մաքրիչները տվեք, այնինչ փոքրիկների ու մեծերի չկա, պետք է ընդամենը ավանդական մեր տատիկներն ու մայրիկները ինչ մեզ արել են։ Եվ ասեմ ավելին, կներեք, քանի որ շատ են այդպիսի դեպքերը, պետք է ուղղակի տեղեկացնեմ, որ առողջ արտաքին լսողական անցուղի մեջ երբեք ջուրը եւ խցանը այդ ծծումբը չեն մնում։ Ծամիչ գործողությունների ժամանակ խոսելիս, հորանջելիս տարբեր տատանումների արդյունքում նրանք ինքնաբերաբար դուրս են գալիս։ Եվ բնությունների գործ արելը պետք չի մենք միջամտենք միջամտել առումով։ Իսկ կրկներես էլի պիտի շարունակեմ այս թեման, որովհետև երեք բալիկ ունի, այսպես սրտացավ հայրիկ իր վրա շատ գործ կա, թող իմանա։ Այդ այսպես ասած պրոբկաների, հա, բացումը ինչ ինտերվալով է պետք անել արդյոք, օրինակ 6 ամիսը մեկը դա պարտադիր է, թե պետք է սպասել, երբ որ արդեն հերթը հասնում է նրան, որ մենք հասկանում ենք, որ ինչ որ ստեղ լավ չեմ լսում, ստեղ լավ եմ լսում, ահա ուրեմն պրոբկա ունեմ։ Այդ դեպքում ինչ խորհուրդ կտա։ Դա ընդհանրապես ենթադրություն է, ունեմ խցան թե չունեմ։ Չէ, միֆ չէ, ուղղակի բուժառուն կարող է ենթադրել, եթե վատ է լսում, պատճառը կարող է լինել ծծմբային խցանը, դա պատճառներից մեկն է, բայց չունի ինչ որ պարբերականություն, ուղղակի կան բուժառուներ, որոնց մոտ նորմայից մի փոքր ավելի շատ է արտադրվում այդ ծծումբը եւ դառնում է խցան։ Իդեպ դա կարող է ախտորոշվել միայն բժշկի կողմից զննման արդյունքում եւ շատ կարևոր նշանակություն ունի հատկապես հանգստի մեկնելուց առաջ կատարել այց բժշկի մոտ, քանի որ ականջում խցանը, երբ որ դուք խցանով գնում եք ծով եւ լողում եք ջրում, ջուրը ինքը խցանի մեջ է անցնում, խցաններ է ծծվում եւ ծավալով մեծանում, սեղմում լսողական անցուղու պատեր ու նորից դառնում արտաքին ականջաբորբի պատճառ։ Դրա համար միշտ ինչ այդ պետք է պրոֆիլակտիկ ուղղակի մոտենալ, նայել, զննել, եթե կա խցան հեռացնել, նոր ավելի հանգիստ խղճով մեկնել հանգստի հնարավոր բարդություններից խուսափելու համար։ Հաճախ երբ լողավազան են գնում, առաջարկում են, ասում են պետք է փակել ականջները, անհրաժեշտ է արդյոք փակող ինչ-որ սարքեր դնել ականջին, թե պետք է բնականon թողել այդ ջրի մեխանիզմը, այլ ընթացիկ հետևել, թե բարդություններ կառաջանան, թե ոչ, ու նաև երբեմն երբ ծնողը տեսնում են, որ ականջից ավան մոտակա դեղատուն է գնում, ասում մի հատ ականջի կաթացնելու բան կտակ, այս է ինչքանով է ճիշտ, եթե դեռ ցուցում չկա բժշկի կողմից կաթիլների։ Պատասխանեմ առաջին հարցին, նախ ականջը փակել, արտաքին լսողական անցուղին փակել ուղակի պետք չէ, եթե չկա դրա ցուցումը, իսկ ցուցումը դա թմկաթաղանթի վնասումն է, եթե ունենք թմկաթաղանթի ամբողջականության խախտում, նախկինում տարած ականջաբորբերի պատճառով եւ բնականաբար երեխան կամ մեծահասակը չեն ուզում զերծ մնալ օգտվելու այդ հաճույքից լողավազանում կամ ծովում լողալուց, ցանկալի օգտագործել նախատեսված այդ վիրուսի ասվածները, որպեսզի ջուրը ավելորդ միկրոօրգանիզմներով չթափանցի ավելի խորը հատվածներ։ Իսկ եթե չկան այդպիսի առողջական խնդիրներ, ապա բացարձակապես փակելու կարիք չկա։ Ուղղակի նորից բարդություններից խուսափելու համար, եթե այդպիսի վայրերում լողացել եք, դրանից հետո ցանկալի կլինի ուղղակի ցնցուղ ընդունել հնարավորինս զերծ մնալու համար։ Ինչ վերաբերվում է դեղատներում առաջարկվող կաթիլներին կամ ծնողի նախասիրությամբ գնել որևէ կաթիլ, որպեսզի օգնել, դա շատ սխալ կլինի, քանի որ նորից չգիտենք թմկաթաղանթի ամբողջականությունը վնասված է թե ոչ, որովհետև ականջաբորբերը տարբեր են լինում, կարող են լինել ինչպես թմկաթաղանթի ամբողջականության խախտմամբ, այնպես էլ առանց, եւ բնականաբար նախատեսված կաթիլները տարբեր են։
առաջինը այն ինչ կարող է անել ծնողը տանը երեխայի համար, ուղղակի adekvat ցավազրկել, եթե չկա հակացուցում տվյալ դեղամիջոցի հանդեպ։ Շարունակելով այս թեման, մեր հասարակությունը սիրում է ինքնաբուժությամբ զբաղվել եւ ցավոք սրտի եւ դիմում են համացանցին, ամենասարսափելին այն է, որ գրում են արհեստական բանականությանը, թե ինչպես կարող են այս կամ այն խնդրի դեմ պայքարել ու հավատալով հենց այդպես էլ անում են, մոռանալով, որ իրական խնդիրը կօգնի մեզ լուծել միմիայն մասնագետը։ Բայց ինչով եկեք խորհուրդ տանք մեր հասարակությանը ինչին կարող է բերել ինքնաբուժությունը, որովհետև ասում են, որ տատական, պապական ինչ-որ հին մեթոդներ կան, որոնք օգնում են, պետք չի դիմել մասնագետին, կամ ասում են մեր հարևանը այսինչ բանն արեց, ինչ բույսով, այսինչ հեղուկով, ամեն ինչ իդեալական է եղել։ Ինչին կարող է դա բերել եւ ինչպես ի վերջո համոզենք, որ այդ ինքնաբուժությունը ի վերջո, եթե ոչ սխալ է, բայց դա հավանականությունը մեծ է, որ վնաս կլինի մեր առողջությանը։ Այո, շատ ճիշտ հարց։ Իհարկե ես չեմ կարող փաստել, որ հիմա շատ են դիմում ինքնաբուժությամբ, հակառակը դիմելիությունը դեպի պոլիկլինիկաներ կամ ստացիոնարներ ավելի հաճախացել է, ինչը շատ ողջունելի է, բայց ինքնաբուժությունը կարող է ունենալ լուրջ հետևանքներ, հատկապես ականջաբորբերի բուժման ժամանակ, երբ կա թարախային միջին ականջի թարախային բորբոքում, երբ կա թմկաթաղանթի ամբողջականության խախտում, ապա մենք միայն կարող ենք վնասել եւ բացի վնասելը, եթե բժշկի չենք դիմում եւ ճիշտ չի ախտորոշվում ու ճիշտ հակաբակտերիալ բուժում չի նշանակվում, դա արդեն կարող է առաջացնել լուրջ բարդություններ, ընդհանուր մինչեւ վիրահատական բարդությունների կարող է առաջ բերել վիրահատություն։ Մենք խոսեցինք ականջի այսպես լողավազաններից կամ ջրային գոտիներից օգտվելու մասին, բայց նաև խոսում են, որ ամառվա ընթացքում շատ են նաև վարակներ է, բարձր ջերմաստիճան է նպաստավոր միջավայր ստեղծում։ Այսօր ինչպիսի օրինակ վարակների մասին կարող են խոսել, որ ծնողները կարող են մտածեն, չգիտեմ ինչ է, բայց պատկերացնեմ, որ կա այդ վարակը եւ ավելի ուշադիր լինեն իրենց բալիկներին, ունենք նման վիճակ։ Ամռանը իհարկե ավելի քիչ են շրջանառվում սուրշնչական վարակները, մենք եթե վերցնենք ուշ աշունից մինչև գարնան ավարտ, այդ ժամանակ ավելի հաճախ են շրջանառվում սուրշնչական վարակները, որի ժամանակ քիթ-կոկորտ ականջը եւս անմասն չեն մնում, բայց ամառվա ամիսներին եւս կա որոշ տոկոս եւ պետք չէ ուղակի անտեսել եւ ջերմության բարձրացումը եւ ինքնազգացողության վատացումը, դրանք կարող են լինել ինչպես տարբեր վարակների հետևանքով, այնպես էլ արևահարության, երկարատև արևի տակ մնալու պարագայում, իդեպ ամռանը նաև մեր հիվանդություններից շատանում են քթային արյունահոսությունները, որոնք կապված են քթի լորձաթաղանթի չորացման հետ եւ հաճախ առաջանում է լորձաթաղանթի ատրոֆիա, կեղևներ եւ դրանց դուրս բերման ժամանակ մեխանիկորեն առաջանում են քթային արյունահոսություններ եւ այս դեպքում եւս ճիշտ կլինի կանխարգելել, այսինքն չմնալ արևի ուղիղ ճառագայթների տակ, օգտագործել պաշտպանիչ գլխարկներ, ինչպես նաև քթի խոռոչը խնամել տարբեր խոնավեցնող միջոցներով եւ տարբեր ծողաշիթերով լվացումներ կատարել։ Շատ առօրյա եւս մի կետ եմ ուզում անդրադառնալ, երեխաները մաքսիմալ շատ ժամանակ բակում են անցկացնում, անտեսելով շատ ուժեղ արևը եւ հենց արնահոսությունը երբ որ լինում է քթից, ծնողները մի մասը ասում է գնա կանգնի լվացարանի մոտ թող արյունը դուրս գա, մի մասը ասում է գնացեք պարկեք։ Որն է ճիշտը, կամ երկուսն է սխալ են։ Երկուսն է սխալ է, կարծում եմ, քանի որ արյունը ինքնուրույն պետք չէ սպասել մինչև դադարել, ծնողները պետք է ինֆորմացված լինեն եւ տան ունենան որոշ անհրաժեշտ բաներ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար եւ անհրաժեշտության դեպքում նաեւ հասցնել հիվանդանոց, սովորական բամբակ է պետք տան ունենալ, սառույց, որը կարելի է դնել ծոծրակի հատվածին, քթի շրջանում եւ բամբակը մտցնելով արյունահոսող քթային անցուղի ուղղակի մեխանիկորեն սեղմել եւ սեղմած պահել 5-ից 7 րոպե։ Եթե չկա մակարդելության խնդիր, ապա այդ ժամանակահատվածում արյունը կդադարի։ Պարկած ժամանակ դա վտանգավոր է, կարող է հետին պատով հոսել եւ ներքին։ Այո, չէ, իջնի ներքև կարող է տհաճ լինել, ինչպես նաեւ եթե դա քնած ժամանակ լինի եւ անտեսեն, կարող է ասպիրացիայի վտանգ առաջացնել։ Միանշանակ պետք է ծնողը միջամտի եւ փորձի մեխանիկորեն ինքը դադարեցնի, մինչեւ հիվանդանոց հասցնելը։ Երբեմն լսում են նստած վիճակում, սովորական այդպես նստած վիճակում ծոծրակին դնել սառույց
մոտ 10-20 րոպե եւ արյունահոսող կողմը բամբակը դնելուց հետո երկու կողմից քթի թևերը սեղմել դեպի միջնապատ ու այդպես սեղմած պահել ուղղակի նստած վիճակում։ Բավականին օգտակար խորհուրդ։ Երբեմն լսում ենք ասում են դե փոքրիկ է, երեխայի մազանոթները նուրբ են, կմեծանա ամեն ինչ լավ կլինի, ու այսպես սպասում են թե երբ է երեխան մեծանալու։ Ձեր խորհուրդը որն է որպես մասնագետ։ Հա, ասում են երեխայի մազանոթները նուրբա դեռ կլինի։ Իրականում դա այդպես է թե պետք է ավելի հետևողական լինել այս հարցում։ Քթային արյունահոսությունը փոքր տարիքի երեխաների մոտ հաճախ հանդիպող խնդիր է եւ բնականաբար միշտ չի որ պետք է սպասել։ Այո, երբեմն դա կարող է լինել նորմայի տարբերակ, երբեմն կարող է կապ ունենալ քթի միջնապատի կառուցվածքի հետ, մեխանիկական տրավմաների արդյունքում, երբ ունենք միջնապատի թեքում, այդ մազանոթները ավելի արտահայտված են, ավելի հասանելի, ավելի մակերեսային եւ անգամ փռշտ տալուց կամ հարբուխի ժամանակ կարող է առաջանալ այդպիսի արյունահոսություններ։ Սպասել ոչ թե պետք է, ապա այլ հակառակը պետք է դիմել, հետազոտվել, դիմել մասնագետի, հասկանալ չկա լուրջ խնդիրներ, իսկ այդ էպիզոդիկ երևույթները ուղղակի ժամանակի ընթացքում հուսով եմ կանցնեն։ Շատ լավ, այ հետաքրքիր արդյոք մենք ունենք ինչ-որ ցուցանիշներ, որովհետև նայեք, նույնիսկ ես ինքս ինձ օրինակ բերելով, երբ որ ես Երևանից դուրս եմ լինում, ու օրինակ Ջերմուկը իմ ամենասիրելի վայրից մեկն է մեր հանրապետության, այնտեղ ես չեմ ունենում բոլոր այն խնդիրները, կլինի շնչառական, կոկորտի հետ կապված, այսինքն ես ինձ շատ լավ եմ զգում ու ընդհանրապես ոչ մի խնդիր չեմ նկատում, ինչը նույնը լինում է երեխաների մոտ։ Ու կարծում եմ մարզերում բնակվող մեր քաղաքացիները շատ ավելի քիչ են բախվում խնդիրների, որոնց բախվում են Երևանում բնակվող մեր քաղաքացիները։ Արդյոք դա այդպես է թե ոչ եւ որն է առավելությունը հա մարզերում բնակվելու, ավելի մաքուր է օդը, ավելի քիչ է աղտոտված, թե այլ ինչ որ կետեր ունենք։ Մարզ իհարկե նայած ինչ մարզի նկատի ունենք, եթե կան մարզեր, որոնք այո շատ հարուստ են բուսականությամբ եւ բնականաբար այնտեղ տրանսպորտը ավելի քիչ է եւ այդ աղտոտված նյութերը ավելի քիչ են արտանետված օդի առումով միանշանակ ավելի լավ կլինի այնտեղ ցանկացած մարդու վիճակ, իսկ ինչ վերաբերում է ուղղակի հիվանդություններին, ապա որոշ քրոնիկ հիվանդություններ որոշ սեզոններին ունենում են սրացումներ եւ հարմար վայրերում գտնվելիս կարելի է ուղղակի զերծ մնալ, այսինքն պետք է հասկանալ կոնկրետ ինչն է պատճառը, ինչ որն է տրիգերը տվյալ հիվանդության առաջացմանը, բայց իհարկե հիմնականում քաղաքներում, որտեղ տրանսպորտը շատ է, շարժը շատ է, օդը ավելի աղտոտված է, որն էլ կարող է նպաստել որոշ քրոնիկ հիվանդությունների ավելի սրացման։ Շատ լավ, իսկ խնդրեմ։ Անդրադառնալով ծնողների իրազեկության, ինձ հետաքրքրում է, հիմա ավելի շատ են այսպես գիտակից ծնողները, որոնք հասկանում են, որ պետք է ժամանակն այ բժշկի տանելու, թե ինքնաբուժումը դեռ շարունակում է։ Այսպիսի վիճակագրություն, եթե միտումը նայենք վերջին տասնամյակի, ինչպիսին կարող են լինել առավել եւս դուք 20 քանի տարվա արդեն փորձ ունեք։ Հատուկ ստատիստիկա ես ինքս իհարկե չեմ անցկացրել, բայց ելնելով իմ աշխատանքային փորձից կարող եմ ասել, որ հիմա շատ ավելի շատ են դիմում բժշկի, քան ասենք 10 տարի առաջ։ Եվ առաջնային բուժողակ դիմելությունը եւս բարձրացել է եւ շատ կարեւոր է առաջնային բուժողակի ճիշտ աշխատանքը, այո, ժամանակին եւ ճիշտ մասնագետի ուղղորդելու համար, որովհետեւ շատ հիվանդություններ պահանջում են մուլտիդիսցիպլինար մոտեցում, որ պետք է ուղղակի ընտանեկան բժիշկը, առաջի ուղղակի աշխատող բժիշկը ճիշտ ախտորոշի, ճիշտ տարբերակի եւ ուղղորդի ճիշտ մասնագետի, բայց դիմելիությունը չեմ կարող ասել ցածր է, հակառակ ավելի բարձր է, քան նախկին տարիներին։ Ինչ մեր հյուրներ Արաբկիր բժշկական համալիրի մանկական եւ մեծահասակների քիթկոկորտ ականջաբան վիրաբույժ Մարիա Մաշոտյան, շնորհակալ ենք շատ որ ժամանակ հատկացրեցիք մեզ եւ եւս մեկ անգամ կոչ հորդոր խնդրանք մեր հեռուստատողին, մեր հասարակությանը, որ կապ չունի խոսքը միայն այս ուղղության մասին չի խոսքը, ընդհանրապես մշտապես պետք է դիմել մասնագետին, այլ ոչ թե զբաղվել ինքնաբուժությամբ կամ լսել այս կամ այն հարևանների խորհուրդները։ Ճիշտ է, հարևանը վատը խորհուրդ չի տա, բայց մասնագետը ինչու են մասնագետները մեր կյանքում, ինչու են շնորհակալություն, այո, կարևոր խորհուրդների համար, զգոնության համար, որպեսզի ավելի զգոն լինեն մեր ծնողները։ Ես եմ շնորհակալ ձեր տաղավարում հյուրընկալելու համար, եղեք առողջ։ Շնորհակալություն ձեզ, լավ որ ընդմիջվենք շատ արագ կրկին լավ թեմայի շուրջ ենք խոսելու, մնացեք մեզ հետ։